Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղությանը հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քյարքին Հայաստանի տարածքը չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածքը։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ այս հարցը կա։ Այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք սենց անենք, այս սենց լինենք, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Այստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, հա, եւ ինչ է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Արցվաշենը կա, ներառված է, բնականաբար, որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն։ Հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են 29743 քառակուսի կիլոմետրից։ Բայց սահմանազատման process-ների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29743 քառակուսի կիլոմետր։